Բարև ձեզ, մենք 6-2 դասարանն ենք, այսօր մենք քննարկենք Դմիտրի Լիխաչովի նամակները բարու և գեղեցիկի մասին։ Իր նամակում Դմիտրի Լիխաչովը պնդում էր, որ ինտելիգենտ մարդը նա է, ով կիսում է իր զգացողությունները ուրիշի զգացողությունների հետ, բարի է բնություն չի աղտոտում ամեն տիպի աղբով, ամեն ձևի աղբով, նույնիսկ վատ բառերով, հայհոյանքներով և հենց այս թափոնի տեսքով աղբով։ Ինտելիգենտ մարդը, դա նա իմ համար նենց մարդ է, ով որ միշտ օգնում է, միշտ բարություն անում, լավություն անում և միշտ իրան համեստ է պահում։ Իմ կարծիքով ինտելիգենտ մարդը այն մարդն է, ով ճիշտ դաստիարակություն է ստացել ծնողներից։ Օրինակ, որ ճիշտ է իրան պահում ու գիտի իրան ոնց պահի, որ ոչ մեկին չնեղացնի, նեղություն չտա ու չվնասի։ Իմ համար ինտելիգենտ մարդը է, որ նաև շատ է կարդացել ու ինքը գիտի իրան որտեղ ոնց պահի ու կախված տեղից ոնց պահի, կուլտուրա, Սիկով ինտելիգենտ մարդը նա է, ով հասկանում և կիսում է ուրիշի զգացողությունները, ամեն մանրուքով օգնում է, ոնց որ, ինչքան կարա, և բնությունը մաքուր է պահում։ Իմ կարծիքով ինտելիգենտ մարդը նա է, ում վստահում են իրեն ու գիտեն, որ նա լավ մարդ է ու նաև, բայց ինքը պետք է տենց առաջ գնա էլի, որ ասենք իրան վստահեն բան անեն, որ ինքը առաջ չգնա, տենց չի լինի ավելի լավ է, կմնա նույնը ու տենց արդեն կանցնի տարիներ, ու այդ մարդը ոչ իման չի կարա անի։ այսինքն ինտելիգենտ մարդը նաև նա է, ով անընդհատ ինքնազարգացում է ապրում, հա? Այո։ Անընդհատ առաջընթաց է ապրում։ Իմ կարծիքով ինտելիգենտ մարդը այն մարդն է, ով ընտրում է ճիշտ ընկերներ, որ ուրախության պահերին իր կողքին են, իսկ տխրության պահերին մենակ են թողնում, որ ինքը տխուր է։ Տխրության պահին մենակ են թողնում։ Ով է քո կարծիքով բարեկիրթ մարդը։ Սամվելը, որտեղ Սամվելը, ինչու։ որտեղ անի դասի դի ասում էր։ Օգնում է քեզ։ Սամվելը միշտ օգնում է, որ Նանեն իր դասերը գրի, չէ՞, շատ է օգնում դրա համար։ Այո, դա ինտելիգենտության, բարեկրթության նշան է։ Տեսնում ես, Սամվել գնահատվում է ամեն ինչ։ Իմ կարծիքով ինտելիգենտ մարդը ոչ միայն խելացին է, այլ նաև բարին և աջակցող մարդ է։ Եթե դու լինես միայն խելացի, բայց չլինես աջակցող, հասկացող, դա արդեն այդքան էլ ինտելիգենտ չէ։ Կեցես։ Իմ համար ինտելիգենտ մարդը այն է, ով որ օգնում է մարդկանց, ով որ կարիք ունեն։ Իմ համար ինտելիգենտ մարդն է, որ հողի վրա և բնության վրա ոչ մի աղբ չի թափում և բարի է։ Ես ինտելիգենտ եմ համարում այն մարդուն, ով միշտ կհոգա ամեն ինչի համար, կլինի բարի, հոգատար, բոլորի հանդեպ ու չի աղտոտի իր հոգին։ Լավ։ Դու ում ես համարում ինտելիգենտ։ Ես համարում եմ այն մարդուն ինտելիգենտ, ով որ միշտ լինում է իր ընկերների կողքին, որ միշտ իր հոգին մաքուր է, ոնց որ ինքը սովորող է, լավ երեխա է։ Միայն երեխան, մեծերի մասին է։ Մեծերին էլ։ Լավ։
Ինձ թվում է, որ ինտելիգենտ մարդը այն մարդն է, ով որ միշտ քո կողքին է, երբ որ դժվար պահին, միշտ քո կողքն է կամ ընկերոջ կողքն է։ Այսինքն կարողանում է ապրումակցել, հեղինակի հետ համաձայն եք։ Իսկ դուք այդպիսին եք։ Հա, այո, դուք այդպիսին եք, ես վստահեցնում եմ։ Ասա։ Իմ կարծիքով ինտելիգենտ մարդը այն մարդն է, ով ծանր իրավիճակներում մենակ չի թողի եւ միշտ կողքիդ կլինի եւ միշտ քեզ մենակ չի թողի, չի ամեն անհարմար պահին քեզ մենակ չի թողի եւ միշտ քո կողքին կլինի։ Ինձ շատ դուր եկավ այս նամակը եւ ուսում եմ իմ ընկերներին էլ դուր եկավ։ Դուր եկավ ձեզ այս նամակը։ Այո։ Հա։ Այո։ 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 Այո։